Գարնան բացվելուն պես հողագործը սկսում է մտածել վար ու ցանքսի մասին։ Նինոց Մինդան գյուղատնտեսական շրջան է, ու կլիմայական պայմանները մեծ նշանակություն ունեն բնակիչների համար։ Տարին ձյունառատ էր, գարունը համեմատաբար անցյալ տարվա ուշ եկավ։ Իսկ ինչ են մտածում այս հարցի շուրջ հմուտ հողագործերը։ Եթե դեք վնաս չդաշնացանեն, ասեք շատ լավ է փերկատվության համար։ Կարող ասեն կախված է եղանակից, քանի որ մենք ապրենք լեռնային շրջաններում, Ջավախքի, Փասադիր շրջաններում, եթե ընթացքում ժամանակին արևադարձին անձրև չկավ, թոներ չերեցին, ուրեմն փերկատվությունը քիչ կգնի։ Կարտոֆիլի կողմից կախված է հիվանդություններից, կարող վերջին տարիներին հիվանդություն շատ է, փերկատվություն ցածրացել է, պլյուս դրան գինը ցածր է։ Աշխատավարձը բարձրացավ հավաքողների, իսկ կարտոֆիլի գինը ցածր է։ Ժողովրդի ներկամուտը չի տանը ցանողները, որտեղ վարելիքը թանկ, մեխանիզացիան թանկ, հազիվ ծերիկ բերեն։ Բնակիչներն ասենք նախանցյալ տարվա հիման վրա քչացրին, որտեղ աշունը թոներ երեց նախանցյալ տարի 23 թվին։ Ժողովուրդը չկերծավ բերքավակեր, հետո կրճատեցին։ Գները իջավ, դրսից կբերեն, դրա համար ժողովուրդը չկենա իր լրիվ հավաքած բերքը ռեալիզացիանը։ Եղանակային պայմաններին զուգընթաց բնակիչներին անհանգստացնում են նաև թանկացումները, մանավանդ դիզվառելիքի թանկացումը, որի հետ է կապված ողջ աշխատանքը կապված հողի հետ։ Այս ամենին զուգահեռ միշտ էժան է գյուղատնտեսական ապրանքի գինը։ Օրինակ, ես գիտեմ, որ ժամանակին որ մի հատ արևադարձի մի լավ անձրևն կա, Էդիկ ամբողջ երկրագնդի հետ հավասար, այդքան հարստության հավասար է։ Էսի նշանակություն չունի, ծուն շատ է, քիչ է, կապ չունի։ Ժամանակին, եթե մի լավ արևադարձին անձրև կա, էդի հավասար է երկրագնդին միլիարդների օգուտ է։ Ծունն էդիկ այնքան էլ բան չէ, հալճավ գնաց, մեզ ինչ օգուտ է, ոչ մի բան։ Արևադարձի մի անձրև հավասար է ամբողջ երկրագնդի հարստության։ Սաղ ընկճված են, չգիտեն ինչ անեն, կարտոլ կցանեն, եկամուտ չկա կարտոլի մեջ, մալ կպահեն, խոտ կգնեն, սալյարկեն թանկ, բենզին թանկ, 25 լարի, մի զուր էր գրած էդիկ, էդման բան կար, մինչև հիմա էդման բան չեր երի։ Հետո նորից, կարտոշկային ցանես, նորեն կապատել են կուդաս, ամեն ինչին կուդաս, բերես կարտոշկան գին չունի, 50 կապեկի ձևիլ չես կրնա ծախի։ Դե արի ու թոշակարու կամ գյուղացի աբրի, ինչ եղենեն իրենք է չիդեն։ Այս ամենին սովորել են մարդիկ ու առանց տրտնջալու մշակում են հողը, մտածելով, որ միգուցե տարին լինի բարենպաստ, ցանում են մշակաբույսեր, հացահատիկայիններ, բանջարաբոստանային բույսեր։ Ամեն տարի ոչ մի մարդ իր սերմով, իր կարտոլի սերմով ամեն տարի կցանը։ Համի թաժա սերմ է պետք, թե ինչ է պետք, իրենք գիտեն։ Հողագործները գիտեն ինչ է պետք, որ կարտոլ ցանեն, կարտոլ լաջեցնեն, դե գյուղում են ինչ, գարի ցորեն ու իվսը, ուրիշ բանջարեղեններն է ամեն տուն իր համար հող ունի, կցանեն կապրեն։ Բենզինի գներ պիտի ասինք, թե իսկականից այդ հողագործները այդ գնով սալյարկեն, արժե որ իրենք աշխատեն, իրենց համար օգուտ է, որ այդ սալարկեն գնեն, այդ գործը ենեն, այդքան գնով, բայց ինչքան գնով չգիտենք, չէ, ասենք սալարկեն այդ գնին է, ուրեմն ցանքս աշխատանք խոլա է, էլի, ամեն ինչ կարելի է հնարեն, ստեղծեն, մենակ սալարկի մասին մտածեն, տրակտորիստները, ցանողները իրանց գործը գիտեն, իսյո, կարևոր սալարկեն է դեր խաղող, չէ, դե սալարկի մասին է, ինչ կենաքսենք, սալարկը ստեղծող ընդեղ հիմքից, գին դնող նով է, սալարկի գին, կարևոր գինն է, հարկավոր գիտենանք, դե մենք գիտենք արդեն, մենք բոլորից գիտենք, որ այդ գնին արդեն ընդելացել են, սովորենք, այդ գնով կաշխատեն։ Իմ կարծիքով, եթե թանկ եք, տխրի սալարկեն, համի գյուղացին ինչով պիտի ուրախանա, ինչքան գինը ենքան էժան եղնի, ենքան լավ է։ Եթե թանկ է, ուրեմն
Փարենը պիտի ավելացնեն։ Քերեսալյարկա գինն ու փարեն կաշխատեն, համեմատենք։ Թե սալյարկեն իսկականից դեր խաղա յուղացու համար։ Ինչքան էլ տարին լինի անբարենպաստ, գները բարձր կամ ցածր միևնույն է, ջավախցին ամուր կապով է կապված հողին ու այն երբեք անմշակ չի թողնելու։